Աստծո կողմից ուղարկված։ Էմոցիաները չկարողացան տիրապետեն։ Սրբազան կեղծ պատարագին մասնակցում եք, որ ինչ անեք։ Կոկոյան is okay now։ Բացատրություն եւ պարզաբանում ունի Երևանի քաղաքապետը։ Խնդիրը բազմաշերտ է։ Սառը ցնցող Դա սուտ է։ Բարև ձեզ, եթերում Arm Comedy պարբերականն է, որը չի կարող սկսել առանց ձեր լայքի ու ձեր բաժանորդագրվելու։ Կարող եք իհարկե նաև միանալ մեր Patreon-ին, որտեղ գցում ենք իհարկե ոչ պորնոգրաֆիկ, բայց բավական անկեղծ տեսանյութեր։ Հանում ենք համով բաները, տեղավորում ենք եւ հիշում, որ արմատուրաները պետք է գնել մեր գլխավոր գործընկեր GTB Steel-ից երկու հիմնական պատճառով։ Նախ չափանիշները գերմանական, իսկ արտադրումը Հայաստանում։ Ու էլի լիքը պատճառներ կան, բայց այդ հիմնական։ Հայաստանում։ Եվ այսպես մոտենում է նոր տարին եւ մեր տրամադրության գործընկեր Վեդի Ալկոն ձեզ չի մոռանում։ Արդեն գործում են անվանորյա զեղչեր 10-ից 20% դեկտեմբերի 1-ից մինչև 31-ը։ Դրա համար ընդհանրապես պետք է մոտենալ Pushkin 15A հասցեով խանութ սրահ։ Իսկ թե որտեղ է գտնվում խանութ սրահը, կարդացեք նկարագրություն բաժնում։ Իսկ ավելի ուշադրները արդեն ֆիքսել են, որ խանութ սրահը գտնվում է Pushkin 15A հասցեում, որը արդեն ասել էի։ Արի, 10 տարի Ամստերդամ բժիշկ ես սովորում, իսկ նորմալ խմել սովորել ես։ Մեզ մի քիչ ուրիշ բան են դեռ սովորացնում, բայց հայտել եմ կողքից սովորել։ Օ, էս ի՞նչ է։ Սա տղաջան փոքրիկ կախարդական անակնկալ է, բայց նախ հարի մի հատ բարև անենք քեզ 38 աստիճան։ Մի րոպե, օղին պետք է լինի 40 աստիճան։ Այքանի դու սովորում էիր, գիտությունը առաջ էր գնում։ Տարբերությունը ո՞րն է։ Հիմա բացատրեմ։ Բարով տեսանքը սովորական օղիով։ Ինչ հիմա անգերներիդ կանչենք մի հատ նորմալ քեֆ անենք։ Ինչ ընկերներ, արդեն լավ քեֆ արեցինք։ Այ հիմա կախարդական անակնկալի պահն է, այսպես վերցնում ենք ու ժամանակը հետ ենք տալիս։ Բարով տեսանքը խմում ենք բարևով։ Վերջացնենք կամաց։ Ինչ վերջացնել քեֆը նոր է սկսվում, հեսա ընկերներն են կա։ Օ, այ քեզ բարև։ Բարևի հետ քեֆը միշտ նոր է սկսվում։ Այ հեր, իսկ արանք մի 5 տարի հետ գնանք բիթքոին առնենք, հա։ Էսի մենակ բարևի վրա է աշխատում։ Սուրբ Սարգիս ես կգնամ, տողերը էլ առաջվանը չեն լինի, երևի երբեք, որտեղ Փաշինյանի հաջորդ կանգառներ Սուրբ Սարգիսը։ Այստեղ հավաքվել էին բոլորը, ու вообще բոլորը։ Ովքեր են գնում կիրակնորյա պատարակներին, որոնց սկսել է մասնակցել Նիկոլ Փաշինյանը։ Այս կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում վարչապետի շողքից անպակաս կարկառուն քպականներն ու կառավարության անդամներն էին։ Վահագն Ալեքսանյան, Արման Եղոյան, Սիսակ Գաբրիելյան, Բաբկեն Թունյան, Հայկ Սարգսյան, Տիգրան Ավինյան, Արարատ Միրզոյան, Գևորգ Պապոյան, դպրոցների տնօրեններ, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, պետական պահպանության ծառայողներ ու նույնիսկ Մգեր Արմենյան։ Հասկացանք, բոլորը։ Չէ։ Նիկոլ Առաքյալի աշակերտներն էլ էին եկել։ What? Յանի չէր ջոգում, որ այս ամեն ինչը դրան է գնում, միամիտ։ Դուք էլ չեք ջոգել, որ դեպի դրա է գնում։ Աստծո կողմից ուղարկված։ Նիկոլ Առաքյալ։ Թող բոլորը իմանան, որ Նիկոլ Առաքյալ։ Իդեպ ոչինչ չի խանգարում, մի հատ կրոնական կազմակերպություն գրանցել, ու այնտեղ սիրուն դավանել ձեր այդ հավատքը, որը որ կա։ Մարդը մեռավ ասելով, որ ինքը առաքելականի խոնար հետևորդ է։ Մեկ մի փոքր նախանձախնդիր, բայց հետևորդ։ Առաքելականում չեն ծափահարում մարդկանց, որ մտնում են եկեղեցի, նույնիսկ եթե Արտաշ Ասատրյանն 2 մետրանոց մոմը գրկած մտնի, իրան էլ չեն ծափահարելու եկեղեցում։ Նրանք չեն հանդուրժել, երբ պատարակը քարոզչական հավաք դարձրած ՔՊ-ի աջակիցները սկսել են եկեղեցում բարձր ծափահարել, երբ Փաշինյանը մտել է եկեղեցի։ Դե շատ են սիրում, էմոցիաները չկարողացան տիրապետեն, ինչ անես։ Լյուբյատ Եվո։ Ներկա բացական եկեք միջև վերջ անենք, շատ անսպասելի, մեր ձևովի Նարեկ Կարապետյանն էլ էր ներկա։ Նարեկը միշտ ասել է ինքը անկախ ամեն ինչից միշտ գնում է ու գնացել է, ուղղակի այս անգամ մի քիչ
Իրա ձևով տեղավորվեց այնտեղ։ Պատարագին մասնակցեն Սուրբ հաղորդություն ստանան մարդիկ, որոնք միշտ են Սուրբ Սարգիս գնացել։ Լրագրողները փորձեցին զրուցել Կճոյանի հետ, բայց ստացան միայն նրա երկին կողված հայացքը։ Պատասխաններ էր փնտրում այնտեղ։ Այս շատ դժվար է ասել։ Չեք խոսում Սրբազան։ Կես պատարագին մասնակցում եք, որին չանեք։ Ինչու եք եկել այս։ Դուք եք կաթողիկոսին դեմ։ Դուք եք կաթողիկոսին դեմ Սրբազան։ Ամենայն հայոց Փաշինյանի կես պատարագին մասնակցում եք։ Կճոյանի ու Նիկոլի հարաբերությունները լարված չէին։ Կճոյանն ու Նիկոլ вообще հարաբերություններ ունեն։ Լավ բշտում էր Կճոյանին։ Հայտարարությունը ասել է այնտեղ, որ հայ առաքելական եկեղեցու Արարածան թեմի առաջնորդը, հայրապետական փոխանորդը ձայնագրություն է հրապարակվում, որտեղ որը ծայրի ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին եւ հայ առաքելական եկեղեցու էությանը։ Չհասկացա, հոգեվորականը Բենթլի ունենա, ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ։ Դուք ձեզ հայլու մեջ տեսել եք ընդհանրապես։ Դմվո շիչկին, էսի 21 թվին է ասել։ Մարդ որ տարիների ընթացքում իր կարծիքը չի փոխում, ինքը դեպիլի մեկն է։ Բասի չէ, երկրորդ կտորը վերջերս էր 2 ամիս առաջ էր։ Դե 2 ամիս առաջ ով կմտածեր, որ կարող է մի օր Կճոյանը ու դու դառնաք հավատարիմ դաշնակիցներ։ Նայեք ինչ շոկոլադնի отношения։ Արարատը բայց չժպտաց Կճոյանին։ Արարատ, update հայկել, Կճոյան is okay now։ Հիմա հասկացաք ինչի է Game of Thrones-ի հեղինակը այդ գրքերի շարքը չի վերջացնում, որովհետև նայում է հայկական լուրերը ու հասկանում է ինչ էլ գրի, համեմատած մեկը ելներ իր մոտ։ Լավ, եկեք մի հատ էլ ճկունության master class տեսնենք։ Մի հատ բոլորս ծափերով Տարոն Մարգարյան, դավայ։ Հայեր, Հայաստանի Հանրապետական Կուսակցություն։ Դավայ պարոն Մարգարյան, ակորձակ ցավը տանեն։ Ես բոլորս ծափերով պարոն Մարգարյան։ Հայեր։ Հիմա քանի որ вообще ոչ ոք չի կասկածում, որ այդ պատարագին հաստատ վեհապարի անունը զեղչելու են, այսինքն չեն տալու էլ, եթե խանութի զեղչել չի, ուղղակի նոր սիրուն բառ արտահայտություն եկավ մտավ մեր լեքսիկոն։ Կաթողիկոսի անունը զեղչեցին։ Ունդեղ էր ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը, որը լրացրեց զեղչած անունը։ Այո, նա չտրվեց Սև ուրբաթի աննախադեպ զեղչերի գայթակությանը, ուղղակի ինչպես կարգ ու կանոնն է տվեց անունը։ Հա, լավ Արարատ Միրզոյանը ընդեղ էր ու տեսավ սեփական աչքերով ոնց է ժողովրդարության բաստիոնը արձագանքում, երբ որ անում է մարդ այն, ինչ որ դարերով եկեղեցու միշտ տարվել է։ Կաթողիկոս Գարեգին եկոր, տեսո մամա այս ծնունդն է, ռուզա շնորհավոր։ Հատը կավանաբար տեսավ կաթողիկոսը Գարեգին եկորն։ Կաթողիկոսը, բայց խեք գլուխը որ չկային հարկում, ինչ ա եղել։ Եղբայր գնացը քաշում չափը տալեմ, ինչ արել է տղենք հետ։ Ու ինչա ըստ քրեական, չգիտեմ, վարչական օրենսգրքի հասնում մարդուն, երկրում որ հեսա 15 րոպեից Եվրամիության անդամ է դառնում եւ մարդ տալիս է կաթողիկոսի անունը։ Շատ առաջադեմ պատիժ է։ Ոստիկանները ասում էին, որ բերման չեն ենթարկել, բայց ինձ զրկել են ազատությունից, իմ տեղաշարժն են սահմանափակել, չեն ներկայացել իմ իրավունքները, չեն ներկայացել հիմնավորումը, ինչի համար ինձ սենց տարան կոմիտասով բարձրացրեցին, բերեցին Մայր Հայաստանի արձանի մոտ իջացրեցին, դե 3 մամայից ծնունդներ, երևի դրա համար Մայր Հայաստանի արձանի մոտ իջեց։ Սուրբ Սարգսից տեղափոխվենք նույն էլի սյուժետային գծի մյուս ենթաթևը, որտեղ լրագրողը փորձում էր Անուշավան Սրբազանից հարցի պատասխան ստանալ։ Սրբազանը զեղչեց պատասխանը։ Հա, այսինքն սիրուն լեզու է, էլի մեր լեզուն քիչ ենք օգտագործում։ Չտվեց պատասխանը ու վերջում էլ մի հատ շատ հուզիչ բացահայտում է մեզ սպասում։ Այնքան հուզիչ, որ վերաիմաստավորելու ենք մեր կարիերայի ընտրությունը, մտածելու ենք խիչ ենք ժամանակին ընդունվել ճեմարան։ Բա ինչ է ձեր աշխատակազմը խախտում։ Սրբազան հայր, ձեզ ես մի քանի հարց ունեմ 24 News լրատվականից եմ, ինչ եք խուսափում, ներողություն Սրբազան հայր։ Իսկ թվում
Հիմա այդքան էլ քրիստոնեական չի լրագրողի վրա դուրը շխկցնելը։ Հակառակը, եթե աջ կողմից լրագրողը հարց է տալիս, դու ձախ կողմի լրագրողին է պետք է պատասխանես։ Դու կոնկրետ տենց բան չկա Աստվածաշնչում, բայց ընդհանուր առմամբ այնտեղ գրված է, որ տենց բաց, բարի, ադուշի ջիգարով մարդ եղի մի քիչ արա։ Սրբազան հայր ներողություն եմ խնդրում, պետք է խնդրեմ կիրթ ու կառուցողական ես չվազեմ, էլի, դուք պատասխանեք մեր հարցերին։ Ինչու գնացիք եւ հանդիպեցիք Նիկոլ Փաշինյանի հետ, Սրբազան հայր։ Հապան ձեր արչեւ Նիկոլ Փաշինյանը ձեր արչեւ ինչ որ կոմպրոմատներ է դրել, Սրբազան հայր։ Էմերտ ինչ կոմպրոմատ, ես վստահ եմ Սրբազանին կանչել են կառավարություն, որ մի հատ ճշտեն ով է իրա վարսավիրը, որ տես թույն ֆեյդ է անում։ Սրբազանի ֆեյդը։ Չտեսարը որ մաշինկով վերցրել ես գժանոց թույն։ Իսկ մենք մոտենում ենք այն հուզիչ մոտիվացիոն պահին։ Սրբազան հայր, դուք դուրս եք եկել վեհափառ հայրապետի դեմ։ La 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 Snoop Dogg Suddenly կճոյանի Bentley-ն էլ այդքան աչք չի ծակում։ Suddenly սկսում ենք հասկանալ Նիկոլը ինչ պրինցիպով էր ընտրել այն սրբազաններին, ում հետ հանդիպել է կառավարությունում։ Աստված սույն Bentley-ին օժտել էր 70 AS001 gold համարներով։ Խնդրում եմ, թող պարզվի, որ սա ուղղակի Yandex-ի Holy Comfort Plus տարիֆն է, ու որ այդ համարների մեջի AS-ն չի նշանակում անուշավան սրբազան։ Okay, գիտեք ինչ թվում է Արժի, բայց այս հարցով ինչ որ պահի պետք էր ամեն դեպքում Աստված ջան, հիշում ես ամառը, որ գործերս մի քիչ լավ էին գնում, մոտորս խփեց, ես նայեցի, մի քիչ շատ ենք համարում սիրոգի գործերը, մոտորը խփեց։ Հիմա այն համերի Ես չեմ կորում։ Ես, կներեք, ուղղակի տաքացած էի, բայց այդ մոտոր 25 լիտր է վառում այդ համերի մոտորը։ Այո, բնությունը, օդը, դու էլ ես խեղդում, всё, շատ կհամարենք ընթացքում։ Շատ լավ, մերսի։ Ամեն, պաչում եմ։ Մի խոսքով չգիտեմ հոգևորականները ոնց են երկնային կյանքում բացատրելու, որ այս կարևոր մոմենտները իրանք չեն իմացել։ Մաթեոսում գրած է. «Գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա»։ Տիմոթեոսը ասում է՝ «Մի եղեք արծաթասեր»։ Իսկ այդ ամիջը գոլդ համարներին էլ է էլի վերաբերվում։ Okay, ժամանակն է ասենք մի փոքր ավելի աշխարհիկ լուրերի։ Հետքը բարձել է ոնց է հանրայինը գնում ծափեր։ 22 միլիոն դրամ։ Այսքան գումարը 2025 թվականին հանրային հեռուստաընկերությունը վճարել Individuum Casting SPÖ-ին հեռուստալսարանի ապահովման ծառայություններ ձեռք բերելու համար։ Եթե ավելի պարզ, հանրայինի հաղորդումների ընթացքում ծափահարողների համար։ Ոնց Պետրոսի հաղորդումներին ծափ տվողները զուտ Պետրոսի ֆանատները չեն, որ գնացի ասել են նորք, որ իրան սիրելի շոուն տեսնեն անձամբ։ Նարեկ դու 10 տարի TV-ում ես աշխատել։ Հա, էս իմ fake զարմանալն էր։ Իրականում, հա, ես դե գիտեմ, բայց լիքը մարդ կարող է մտածի, որ իսկական, այսքան մարդ գնում ասում է նոր, որ լսի Ստյոպա Սաֆարյանը, այդ ինչ է ասելու, այս ինչ հարցով։ Այդ մարդիկ իրական չեն, այժմ իրական են, իրանց ծափերը դերասան, մասովկա են, բայց խնդիրը ստեղ вообще էս չի։ Individuum Casting SPÖ-ն եւ հանրային հեռուստաընկերությունը այս տարի երկու պայմանագիր են կնքել՝ 12 եւ 10 միլիոն դրամ արժեքներով։ Երկու պայմանագրերի դեպքում էլ մրցույթ չի անցկացվել։ Ծառայությունը ձեռք է բերվել 1 անձից գնման ընթացակարգով։ Համաձայն գնումների մասին ՀՀ օրենքի գնումը կարող է կատարվել 1 անձից, եթե գնման գինը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Համաձայն պետական գնումների Armeps հարթակի տվյալների 2020-2025 թվականների ընթացքում Individuum Casting SPÖ-ի հետ կնքվել է 13 պայմանագիր։ Դրանցից 12-ը հանրային հեռուստաընկերություն ՓԲ-ի հետ, մեկը վարչապետի աշխատակազմի։ Այս պայմանագրերի ընդհանուր գումարը 80 միլիոն 422 հազար դրամ է։ Դրանցից միայն 4-ի դեպքում գնման գինը չի գերազանցել 1 միլիոն դրամը։ 80 միլիոն։ Հիմա կասեք Individuum-ի աշոտը ի սրտե նիկոլական չի, ինչ որ շահ խնդիր պահաստ է։ Հիմա շատ մարդիկ չգիտեն ով է Individuum-ի աշոտը։ Նախ
մի հրաշք անձնավորություն։ Ամենանվիրված հեղափոխականներից մեկը ում ճանաչում սկզբից ավականի էր, հետո կովիդի հարցում ուժեղ մասնագիտացավ, հիմա вообще գնացել է բժշկություն։ Մի հատ անուշ ախպեր։ Ընկերության սեփականատերը Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն է։ Աշոտ Սարգսյանը ավականու անդամ է ընտրվել նաև 2018 թվականին Իմ քայլը խմբակցության ցուցակով։ Սարգսյանը 2018 թվականի օգոստոսից քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ 2019-2020 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականի պաշտոնը, իսկ 2020-2022 թվականներին ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը։ Այ հիմա ոնց որ մոտս շոկը թողեց, որ հմեկի ծափարությունները իրական չէին։ Դե չի բացառվում, որ հանրային ունի իդեալական պարզաբանիչ ցնցիչ բացատրություն, թե ինչու է գնումները կատարվել ԿՊ հետ փոխկապակցված անձից առանց մրցույթ։ Ինչու է հմեկը զեղչում մրցույթը։ Շատ սիրեցի այս ֆրազը։ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲ-ի ֆինանսական տնօրեն Արարատ Հակոբյանը հարցմանն ի պատասխան նշել է, որ համաձայն կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի համար 526N որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի, հատուկ եւ բացառիկ իրավունքի առկայության հիմքով հեռուստահաղորդումների պատրաստման ընթացքում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը բացառությամբ շինարարության կարող է ձեռք բերվել մեկ անձից գնման ընթացակարգով։ В общем, չնայած այս բանը ամբողջ աշխարհում red flag է, կոռուպցիոն ռիսկ է համարվում, մեր մոտ ինչ-որ տեխնիկապես ոնց որ թե օքեյոտա չնայած Աշոտը վստահեցնում էր, որ հեղափոխությունը հենց սենց բաների դեմ է արվում։ Սրան ինչ կասեք, հետք, այ հետք։ Հարց է առաջանում. ինչպես կարող է հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայություն լինել հանդիսատեսի ապահովման ծառայությունների մատուցման դեպքում։ Ըստ էության, ծափահարողների մասնակցությունն ապահովելու ծառայությունը չի ենթադրում որևէ ընկերության կամ անձի հատուկ կամ բացառիկ իրավունք։ Եկեք մի անգամից չմերժենք, որ այդ մարդիկ աղա շատ հատուկ ու շատ բացառիկ ձևով են ծափ տվել։ Նախ մի հատ ճշտենք, քանի սա ծափը։ Մեկ անձի 8 ժամ տևողությամբ նկարահանման մասնակցությունը ապահովելու համար հանրայինը ինդիվիդուում կաստինգ ՍՊ-ին վճարել է 2900-ից 4500 դրամ։ Գումարի այս միջակայքը կապված է հանդիսատեսի տարիքի հետ, մասնավորապես 18-ից 50 տարեկան մեկ հանդիսատեսի համար ընկերությանը վճարվել է 4500 դրամ, իսկ 50-ից բարձր տարիքային խմբի համար 2900 դրամ։ Հատուկ կերպարների ներգրավման համար ընկերությանը վճարվել է 11150 դրամ։ Մի քիչ էջիզմ կա իհարկե այս ամեն ինչի, բայց հատուկ կերպարը ո՞րն է։ Դե օրինակ սենց հատուկ կերպար կարա լինի։ Ես բոլորով ծափելով բարեբարություններ։ Հայեր! Չէ, այս տղեն պրո է, 11000-ը քիչ է, պրո մաքս է։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեղ երկրորդ մասում կպարզենք օդը Երևանում մաքրվել է, թե չի մաքրվել, ինչպես նաև մետրոն կառուցվել է, թե չի կառուցվել։ Ամեն տարի գալիս է մի պահ, երբ օդը մի 3 ամսով կոնկրետ թունավորում է մեզ։ Ու ամեն անգամ մենք նորից ապշում ենք, հորա ոնց տենց եղավ, ախր լավ էր ամեն ինչ։ Մտածում եք դե շինարարությունը պետք է կանգնեցնել, կանաչ ցանցեր կապել։ Ու մոռանում ենք մի նյուանս, հորի մխցնող մեքենաները։ Գուցե սկսենք ակնհայտ չարիքից։ Արգելենք ափաշքարաբար մխացնող մեքենաները։ Իհարկե չի խանգարի նաև առանց կատալիզատոր մեքենաների տոտալ արգելումը, որոնք նաև քաղցկեղածին են։ Սկսենք փոքր քայլերից, 21-րդ դարն է վերջը։ Եվ այսպես դուք արդեն ունեք վստահելի ֆինանսական գործընկեր մերձավոր արևելքում, FL Consulting Middle East։ Բիզնեսի բացում եւ ընդլայնում, ֆինանսական խորհրդատվություն, հարկային պլանավորում, հաշվապահություն եւ մաքսիմալ հաջողության համար վերլուծություն։ Մի թողեք ձեր բիզնեսը մենակ Հայաստանում աճի, ներխուժեք Դուբայներ։ Այնտեղ արդեն թև ու թիկունք ունեք FL Consulting-ի տեսքով։ Եվ այսպես Երևանի օդը շարունակում է շատ հիմար վիճակում դնել իմ ու Նարեկի նման չծխող մարդկանց։ Հա, էլի, հիմա այսքան տարի չծխելու իմաստը ո՞րն էր, եթե պետք է թոքերս միջև վերջ մխտրեմ։ Այս ամենին սպառիչ իդեալական բացատրություն եւ պարզաբանում ունի Երևանի քաղաքապետը։
Բայց քանի որ այդ հստակ ու པարզ բացատրությունները նա չհնչեցրեց, փոխարենը սենց վիդեոներ սկսեց դնել։ Սա նոյեմբերի 26-ն է։ Սիրելի երևանցիներ, ես այս պահին գտնվում եմ հյուսիս հարավ Մայրուղու վրա, գտնվում եմ մոտավորապես Արտաշատ քաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա եւ այս պահին հենց ավտոմեքենայի մեջից տեսնում եմ օդի որակի ցուցանիշը, որը նույնիսկ որոշ դեպքերում ավելին է ցույց տալիս, քան Երևան քաղաքում։ Այսինքն, քանի որ ինքը այս պահին Արտաշատի ճանապարհին է օդը մեկը վատ է, նախ, օքեյ է, կարանք սաղս մեռնել, մյուսը նա մեղավոր չի, ու вообще ինքը կապ չունի վերջի տարիներին հազարավոր շին թույլտվությունների հետ, որոնք խեղդում են քաղաքը։ Ու չնայած ինքը вообще մեղավոր չի, մեկը փորձեց արդարանալ։ Օդի որակի խնդիրները Երևան քաղաքում ունի տասնամյակների պատմություն եւ խնդիրը բազմաշերտ է։ Գցեց նախկինների ջեբը, որովհետև 20 տարում հանրապետականները այնքան են տրել այս երկրում, որ միջև հիմա չեն կարողանում օդափոխեն, սահմանա, որ բացում են, մեկը չի օդափոխվում։ Բայց մեկը շարունակում էր արդարալ։ Նաև պարզեց, որ դες վերջի հրդեհներն էին մեղավոր, որոնք չնայած ավարտվել են, բայց մեկը ոնց որ առանձնապես օդի վիճակը չի փոխվում, ու այս երկրի ռելիեֆն է շատ անհաջող։ Ինքը քանի որ Երևանը դաշտավայր է, օդը ընդ կանգնում է, մենուան է, էլի սաղ մեղավոր։ Ոչ թե մենուան, այլ նոյնա մեղավոր, որ սխալ տեղապարկով կարել տապանը։ Բայց դուք Ավինյան, հովատբան չեք արել, ինչ եք արդարանում։ Սիրելի երևանցիներ, վերջին օրերին շատ եմ տեսնում մեկնաբանություններ, որտեղ քաղաքի օդի աղտոտվածության խնդիրը կապում են այսպես ասած ծառահատումների հետ։ Եկեք միասին պարզենք, արդյոք սա ճշմարտություն է, թե ոչ։ Վերջին 3 տարիներին Երևանը ունեցել է պատմական ծավալի կանաչապատման աշխատանքներ։ Պատմական աստիճանի շնորհակալ ենք։ Պատմական կանաչապատումը դաժե դարակազմիկ ինչ որտեղ ցավոք չօգնեց։ Ավինյանը ոնց որ Տիտանիկի սկելու ժամանակ պասաժիրներին բացատրի ինչքան են վիզ դրել անվտանգության համակարգի մեջ։ Դուք լես բաժակները նայեք, ֆարֆորա։ Սկող պասաժիրներին fucking հետաքրքիր չի ձեր պատմական ներդրումը Տիտանիկի խորտակումից խուսափելու բոլոր ջանքերի նկատմամբ։ Բում։ Մեզ պետք է չհիվանդանալ քասկեղ ու вообще լուծումներ։ Նույնիսկ Երևան քաղաքի սահմաններից դուրս պետք է իրականացվեն։ Մասնավորապես խոսքը գնում է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ մշտադալար կանաչապատ տարածքների։ Նա մեզ խոստանում է մշտադալար կանաչ տարածքներ։ Իհարկե որ դրանք մեզ պետք են 3 առաջի օրը։ Իսկ մշտադալար կանաչ տարածքները ահագին երկար է տևում։ Նենց որ դրանք կարող ենք Աչափնակի մետրոյի հետ զուգահեռ ձևացնենք, որ սարքում ենք։ Իսկ կարճաժամկետ Կարճաժամկետի մասով այն ինչը որ մեզ թույլ կտա, մոտավորապես հետևյալ մի վարժություն են կարել, որ հնարավոր է որ մի 10-15 կրիտիկական օր, որոնց մասին մենք նախորոք տեղեկացված լինենք, եթե այդ օրերին մենք էական մի փոքր ստանդարտից դուրս երևի թե վարչարարական աշխատանք անենք, պան Ղուկասյան, պան Բաբայան, հարգելի գործընկերներ, վարչական շրջանի ղեկավարներ, այդ 10-15 օրվա մեր վարչարարությունը կարող է ազդել 45-ից 60 օրվա վրա։ Ինչ վարժություններ պետք է անեք, որ դեռ չեք արել։ Աղոթեք։ Մինչ Ավինյանը անում է վարժություններ, կառավարությունը ոնց որ թե փուրն է տալիս քաղաքապետի ամենալուսավոր խոստումը։ Այս իշխանությունների գլխավոր խոստումներից մեկը մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցումը ոչ միայն չի սկսվում, այլև կառավարությունը հետ է վերցնում այդ նպատակի համար քաղաքապետարանին հատկացված միջոցները այլ ծախսեր փակելու համար։ No! Ինչ եմ անելու են կոստյումը, որ կարելի է տվել հատուկ Աջափնյակի մետրոյի օրը բացման արարողությանը հագնելու համար։ Սերգեյ ողջ գարդիրոբը անիմաստացնում եք, հա։ Իսկ ուր են գնում ես մետրոյին կարոտ փողերը։ Գործադիրը վերջին նիստում որոշեց մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ $300,000 ուղղել սահմանամերձ բնակավայրերում ապրողների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը։ Օգոստոսին էլ կառավարությունը որոշել էր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ $9 միլիոն էլ հատկացնել բնակարանների եւ սեփական տների էներգարությունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրին։ Մեկ ամիս անց էլ որոշեցին այդ միջոցներից եւս մոտ $6 միլիոն տրամադրել մայրաքաղաքի շենքերի վերելակները
փոխարինելուն ու տրոլեյբուսներ գնելուն։ Հիմա լիքը մարդ, որ հատուկ գնացել, խապվել, տուներ արել Աչափնյակում, սպասվելիք մետրոյի շարավիղում, ներվային ծխում էլ ավելի վատ թարեցնելով օդը։ Ավինյանը հետո հեչ, այս մարդու խոստումն են վարի տալիս։ 3 տարի առաջ անձամբ վարչապետներ հայտարարում 2024-ին կսկսվի։ 2024 թվականին պետք է սկսենք շինարարությունը Աջափնյակ կայարանի եւ շատ կարեւոր է սա 2024-ն անցավ 25-ի ավարտին մի քանի շաբաթ է մնացել։ Պրինցիպի կարող է մենք էինք մեղավոր մեր տուպոյ միամդության մեջ, որ ակնկալում ենք, որ կառավարությունը, որը 3 տարվա մեջ չկարողացավ վերականգնել ցիկա, օրի չորակ եմ խոսում, ծիծեռնակաբերտի մի զեղչի բարերը մի զեղչի։ Քիչ եմ մի ամբողջ խճուղի զեղչի, այդ խճուղի։ Արա երկրորդ շարքը զեղչել էին խճուղը։ Ասակյան շինել էին զեղչված մասը։ Պետք է մի հատ էլ մետրո կառուցեր։ Դե օպտիմիզմը սակայն մենակ մեզ մոտ է մարում։ Փաստենք որ ոչ բոլորի մոտ է օպտիմիզմը մարում։ Եվ հիմա էլ բյուջետային վերաբաշխումներին զուգահեռ շարունակում է վստահեցնել։ Կլինի։ Ես անհոգնել եւ վստահ ձեզ ասում եմ, Երևան քաղաքում Աջափնյակ մետրոյի կայարանը կառուցվելու է, որովհետեւ մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել արդեն շինարարության մրցույթը եւ համապատասխան ֆինանսավորումը հատկացնել։ Ձեր անհոգնել վստահությունը իրականությամբ կտրել 25 թվականը վերջին պորնիկի նման հեռանում է իր հետ տանելով մետրոյի փողերը։ Քեզ թվում է քո խոսքերը ազդում է։ Հա վարչապետ, մենք ունենք արդեն նախագիծը ամբողջական Աջափնյակ մետրոյի կայարանի, այս պայդրության փորձաքննությունների փուլում է։ Հա վարչապետ, մենք բոլոր փորձաքննությունները շատ երկար տևած, պարզ փորձաքննությունը, մեր համալիր փորձաքննությունը, բոլոր փորձաքննություններով անցած Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծն ունենք։ Դե կարելի է սենց անել, այդ նախագիծը սիրուն ռամկեքի մեջ դնել ու բաժանել Աչափնյակի բնակիչներին, որոնք պետք է ընդհանրաբար օգտվեին մետրոյից, որովհետև դյաձ նախագիծը կա, բայց բուն մետրոն չկա։ Դե կարող է մի քանի տարվա մեջ նախատեսել են սկսել, կմտածեն միամիտ քաղաքացիները։ Սառը ցնցուղ միամիտ քաղաքացիների գլխին տակ ավականի մեծ ռոպի կողմից։ 26-ից 28 թվականի ծախսերը, որոնք որ հաստատել է Երևան քաղաքի ավականին, հստակ փաստում եմ, այդ ծախսերի մեջ մետրոյի կառուցում չի եղել։ Այսինքն հետևաբար այն պնդումը, որ իրանք պլանավորում են մետրո կառուցել, դա սուտ է։ Մեսրոպ, ուզում եք ասել, որ մի ամբողջ Ավինյան, նայելով Նիկոլի աչքերի մեջ սուտ է խոսում։ Բայց հաջորդ տարի ընտրություններ են։ Ընտրություններից առաջ կամ պետք է շատ տխրեն, եթե ոչ մի բան չստացվի, կամ լեզուսը չի, դու ասա։ Կամ Ավինյանին զոհաբերեն ու ամեն ինչ զրոյից սկսեն։ Իսկ այդ ընթացքում կեղտոտ օդը հասավ Եվրոպա մեծ ուժերին։ Շինարարությունը 300 բարձրահարկ կառուցվում են 2-3 տարվա ընթացքում։ Главная причина нынешней экологической катастрофы в Ереване – это совершенно безжалостное, беспощадное, алчное строительство. Դուք զգում եք ինչ անում կեղտոտ օդը։ Ինչ տիպի օդը կեղտոտվել, որ Խզմալյանը սկսել է ռուսերեն խոսել։ Настройки КХП. Что вы, черт побери, делаете? Это же русские. Мы их не любим. Хотя бы украинский. Դա առաջացնում է խցանումներ եւ օդի աղտոտում։ Это вызывает бесконечные пробки и загрязнения. Дякуем, пан Խզմալյան։ Պակի, ժիցի Շտապ մաքրեք Երևանի օդը, վերադարձրեք մեզ հայախոս Խզմալյանին։ Ու քանի այս պլանները ոնց որ թե ձախողվում են, ընթացքում Ավինյանը ավելի մեծ բարեփոխումների խոստումներ է տալիս։ Ես շատ ուրախ եմ ընդհանուր առմամբ, որ նաև Երևանում նույնպես մենք այս մեծ քանակով մասնակցեցինք այս պատարագին եւ կարծում եմ ժամանակն է, որպեսզի նաև եկեղեցին նորոգվի։ Հա, ոնց որ Ծիծեռնակաբերդի խճուղին զեղչեցիք, հետո նորոգեցիք, տենցել եկեղեցին հիմա կնորոգեք։ Հիշենք ում վրա են դրել եկեղեցին նորոգելու հույսը։ Ճանապարհը մի փակեք։ Սա ամեն ինչը կապտոպի դեմ է։ Խազան հայ, դուք դուրս եք եկել Վեհապան Հայրապետի դեմ։ Ինչ հուզիչ հայացքով է կճարանը նայում վերև ու փնտրում Աստծուն ու չի գտնում։ Մինչ կճարանը փնտրում է Տիրոջը, մենք ունենք լավ լուր։ Լավ լուր։
դեռ չեն գտել, բայց փոխարենը այժմ քննարկում են Եվրոպայի ճգնաժամային իրավիճակներում գործողությունների պլանը։ Ուր ընդդիմությունը միանգամից վախեցավ, որ հիմա պետք է Ուկրաինա ուղարկենք զորքեր։ Իրավական հիմքով Եվրոպական միությունը ասում է, այ Հայաստան, դու իմ հետ կնքված համաձայնագրում ստանձնել ես այսպիսի պարտավորություն, որ կարձագանքես, հիմա հարց, արձագանքման տեսակետից պարտավորությունը կա, թե չկա։ Ոչ, եւ դա կոնկրետ պարտավորություն ավարտեմ խոսքս։ Եվ երբ որ խոսում ենք ուկրաինական բանի մասին, առաջի հարցը հետեւյալն էր. Ուկրաինայում իրականացում է ռազմական առաքելություն, թե ոչ։ Ուկրաինա։ Okay, նախ սկսենք նրանից, որ Ուկրաինա երկիր գոյություն չունի, բայց չբացառենք, որ Մինասյանը գուցե նկատի ունի մի փոքր նման հնչող Ուկրաինա երկիրը, որտեղ նրա կարծիքով կարող է զորք ուղարկենք, հա? Հա, այդ նկատին եք։ Ըստ հես շատ ակնհայտ Ուկրաինա է ասում։ Okay, ես այդ երկու երկրներից որևէ մեկը զորք ուղարկում ենք վերջը։ Այս համաձայնագրով Հայաստանի համար սահմանվում է ոչ թե պարտականություն մասնակցելու այդ առաքելություններին, այլ իրավունք։ Նույնիսկ ԵՄ անդամ պետությունները չունեն պարտականություն մասնակցելու։ Պարտականություն չկա, բայց գուցե մտցնենք պարտականություն դպրոցներում, որ ստիպեն երեխաներին սովորել արտասնել Ուկրաինա բառը, որ զորքը ուղարկել հանկարծ սխալ ինչ որ գոյություն չունեցող մի երկիր չուղարկենք։ Այդ ընթացքում խոստացած լավ լուրը չզեղչեցինք, լուրը եկավ տնտեսությունը բարեկամներ, խզարում է։ Բա ով միացած հավեսով, հաճույքով կներկայացնի այդ լուրը։ Այնպիսի տնտեսական ցուցանիշներ, ինչ մենք արձանագրում ենք այս տարվա ընթացքում, ոչ ֆինանսների նախարարությունը, ոչ կենտրոնական բանկը, ոչ համաշխարհային բանկը, ոչ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ մյուս որևէ ֆինանսական կազմակերպություն այդպիսի կանխատեսում չի ունեցել։ Դրեց սաղին 10-0 արեց Պապոյանս, ոչ մեկ ռիսկ չէր անում կանխատեսել տենց աճ, իսկ ինքը բռնեց, աճեցրեց։ Պետք էր մետրոն էլ վստահել Պապոյանին։ Բայց արդյունաբերությունն է ընկել, որը կարելի է դիտարկել որպես շատ վատ բան, կամ կարելի է պարզապես շարունակել Պապոյանին լսել։ Էկոնոմիկայի նախարարն անդրադառնում է արդյունաբերության անկմանը, որը պայմանավորված էր ոսկու ներմուծման, որոշակի ձևափոխման եւ արտահանման գործոնի ավարտով։ Նշում է, այն նվազագույնի է հասցվել։ Մենք այս տարի դա չունենք ամբողջ տարվա ընթացքում, բայց եկանք զրոյացրեցինք դրա էֆեկտը։ Դա նշանակում է, որ մենք մյուս ճյուղերով իրական տնտեսության մեջ մյուս ճյուղերով, այսինքն օրինակ նույն մետաղաձուլության մեջ ոչ թե արդեն ոսկու այդ ձուլակտորը դարձնում ենք շղթա ոսկուց ու դրանից համարյա արժեք չկա, ոչ էլ աշխատատեղ կա ու արտահանում ենք, այլ դրա փոխարեն օրինակ ամրան ենք սկսել արտադրել։ Ամրանը մենք ենք արտադրում, ջան, սա կլասիկ հարսի Հորով փեսուն լավություն անելու կլասիկ դեպք է։ Մի խոսքով բոլորին լավ է հայկական ամրաններից, որը գիտեք, իսկ դուք բարեկամներ մնացեք մեզ հետ։ Մաուրան, ես ասեմ, որ մի քաղաքում, որտեղ օդը այդքան վատ է, որտեղ անդադ խցաններ են, մեզ պետք է ուրախ մի նոտա ու այդ ուրախությունը You are so beautiful to me. Հաջիմե! Տրա։ Արի ինձ մոտ։ Եթե այդքան համով չլին Մաուրան, քեզ վաղուց խեղտած կլնեի։ Համեր շատ էսթետիկա։ Ճապոնացիները էսթետիկան ամեն ինչ համադրում են։ Ու ստեղ հայերը բռնել են այդ ջիղը։ Այս հիմա որ ուզում ես ուտես, պաներային գժոտ ինչ որ բանով է։ Չհասկացա ինչա, բայց շատ համով։ Ոնց էր աջարական սուշի ամ։ Մեր լավ գործընկեր Sky Motors-ը ունի լավ նորություն ու լավ մեքենա ու այդ երկուսը մեկում։ Գնում ենք Թբիլիսյան 20, գտնում ենք ձեր սրտի Grand Avenue pick-up-ը, բենզինային շարժիչով։ Նայում ենք գինը ու ապշում ենք 14 միլիոն 6 ու հետո ձերք ենք բերում ու քշում ենք ու հետո այնքան գոհ ենք լինում, որ զանգում ենք մեզ էլ կանչում ենք միասին լվանում ենք ու տենց ընդհանուր գոհ ապրում ենք։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։
Օրինակ, եթե ես ասենք 3 օրով գայի իշխանության, մեր երկրի բնակչությունը երևի մի 10,000 հոգով կպակասեր, որից հետո լրիվ կխախանվեին, բյուջենը կլցվեր։ Նայ, հիմա Ուկրաինայում Okay, քո համար չեմ խոսում։ Ես ու Խզմալյանն ենք։ Դու ազատությունն եք։ Ես Խզմալյանը ու ազատությունը։ Այնտեղ ոնց որ հեսա Տրամպը բերում է 28 կետանոց խաղաղություն ապարտադրում։ Երմակը դրամատիկ սարքեցին ու հետո Ռուսաստանի ձեռքերը ազատվելու են ու զբաղվելու է Հայաստանով։ Իսկ թիվ 1 առաջնայնությունը որն է, մերինադու մեզ օգնելու է, որ վերադարձնենք ամեն ինչ։ Իսկ ձախ ձեռքը թե այդ։ Դմբրած աչը։ Ամեն շաբաթ մենք ձեզ ապահովում ենք որոշ չափի էնդորֆիններով։ Իսկ ինչ կարող եք անել դուք։ Սկսած $3-ից ընդամենը կարող եք միանալ մեր Patreon-ին եւ ապահովել էնդորֆիններով մեզ։